երկրորդ օրն էր, որ նորից առանց պատճառաբանության բերման ենթարկեցին։ Եվ երբ որ ձեզանից ոմանք երեք երբ որ իրենք բռնի ուժով դուք տեսաք Կարապետյան Աշոտը հրավիրեց խոսելու, մոտեցա, ասեց որ չեք գնալու այստեղից, ես էլ ասեցի որ ինքը չի որոշելու թե մենք ինչ ենք անելու, ես առաջարկել էի որ քայլենք դեպի ստեղ ու այդ ընթացքում տեղեկացնենք քաղաքացիներին թե ինչ է տեղ ունենում եւ ես իմ առաջարկը եղել է որպեսզի հեռուստատեսությունով ուղիղ եթեր մեզ տան եւ միակողմանի ինֆորմացիա չլինի ինքը մերժեց ասես չի լինելու տես բան ասի լավ դե դուք ձեր գործով մենք մեր գործով եւ երբ որ լրագրողներին դրանից հետո պատասխանում էի լրագրողների ուզում էի պատասխանել լրագրողների հարցերին եկան բռնի ուժով տեղափոխեցին ոստիկանության մեքենա այդ ժամանակ գլուխս դուրս հանեցի եւ լրագրողներից մի քանիսի միջոցով կոչ արեցի որ փողոց դուրս գան քաղաքացիները ու առաջի հարվածը այս հատվածից առաջի քթով խառես ուռած ամբողջ այդտեղ եմ կերել առանց որևիցե բանի ում կողմից Կարմիր Բերետավորի աշկերտից սկայծ է թռել այդ պահին հայոյել եմ ես այդ ոստիկանին ու չեմ փոշմանել դրա համար ու որից հետո դուռը փակեցին եւ երեքից որոնք հիմա կգան տղաները ստեղ կգան ճանապարհին են անունները կասես Անդրանիկը Ասլանյան եւ Արտուրը Սարգսյան եւ երեքից սկսեցին հարվածները սա աննախադեպ էր sense այս գազանությունը չի եղել երբեք եւ դուք կարող եք տեսնել որ ամբողջությամբ այս ուռած տեղերը ձեռնաշխտանների արդյունքն է որ ամենացածր օղակով ոսկորները ճզմելով հագցրել էին ու անմարտկային ձևով ծեծում էին բոլորիս մոտավորապես մի 15 անգամ երևի գլխիս եմ հարված ստացել բռունցքով որի արդյունքում բժիշկները ուղի ցնցում ախտորոշեցին մեքենայի մեջ ամբողջ մեր բոլորիս ինչքան որ կարացել են խփել են ու շատ գազանավարի խոշտանգում էր դա քրեական օրենսգիրքը շատ հստակ հոդված ունի դրա վերաբերյալ դա խոշտանգում էր եւ երբ որ հասանք տեղ իմ ոտքերից քաշ տալով իմ արդեն ուշակ ոստիկաններից մի քանիսը չէին թողում որ երկուսը չէին թողում որ ինձ խփեին մյուս Կարմիր Բերետավորը ինձ խփեր բայց վերջում քաշ տալով ինձ հանեցին դուրս այդ պահին հանեցին գցեցին դուրս եւ կրունկով խփեցին գլխիս ուղղակիորեն ուտեղ հա հայոյում էին ամբողջ ընթացքում հայոյել են սեռական բնույթի հայոյանքները ու մի ֆրազա որ մի նախադասություն որ ասել են գրեթե բոլոր բերման ենթարկվածներին այսուհետ չի լինելու են ինչ որ եղել է նախին այսինքն ուզում են ասեն որ այսուհետ մենք դադարեցնելու ենք Վովա Գասպարյանի թատերական արվեստը ու մենք անցնելու ենք բռնի ուժի այդ պահին վերեցին ասում եմ կողքից տղաները մոտեցան որ ուշագնաց եմ եւ օգնության կարիք կա իրանք ասում են որ ոչ մի բան չի լինի ասում են որ ես ձև եմ թափում բայց երբ որ ստուգեցին տեսան որ արյան սրտիս աշխատանքը շատ արագ է ճնշումս ահագին փոխվել է արյան ճնշումս վերեցին դեղ լցրեցին վերանց իմ ձեռքերը կապած ա եղել ու այդ ընթացքում էլ են ինձ խփել վերեցին ջուր լցրեցին վրաս ու ծաղրում էին որ վախից է եղել սրանք վախից են այսօր ընկել բան դա արդեն ներքին զորքերի սպորտային դահլիճում զորամասի սպորտային դահլիճում եւ երբ որ ես պահանջում էի շտաբ օգնություն նրանք ասում էին որ մենք բժիշկ ունենք դու դրա կարիքը չունես ես ասում էի որ չեմ վստահում ձեր բժիշկին որ ինձ խափում էր ասում էր կարող է քո սրտխառնոցը ուղղակի եղել է սխալ սնունդ օգտագործել ասում եմ եթե դրանից է թող բժիշկը գա ու ինձ ախտորոշի ասի ինչն է խնդիրը երբ որ բժիշկը եկավ եւ առաջարկեց ինձ հիվանդանոց տեղափոխվել ավելի լավ է զգում այդ պահին Արտուրը մոտենում եմ ավելի լավ է զգում այդ պահին ասեցի չէ կմնամ տղաների հետ չի ուզում տղաներին մենակ թողեի բայց եկավ մի ոստիկան քաղաքացիական հագստով ասեց չէ դրա կարիքը չկա բժիշկ դրա կարիքը չկա չէ բժիշկը ասեց ես կարծում եմ կա ու իրան դիտավորել ասեցի ես պետք է գնամ հիվանդանոց ստուգվեմ ու տարան բժիշկին շտաբօգնության բժիշկին տարան առանձնացրին մի 15 րոպե չեմ անում ինչ են խոսում իրավունք չունեին շտաբօգնության բժիշկին ինձ պետք է օգնություն ցուցաբերել ու տեղափոխել ոչ միայն ինձ նաև Անդրանիկին բայց իրենք ամենայն ինչ որ անում էին Արտուրն է ով իր մարմնով փակում էր ինձ որ ես վատացել եմ իր մարմնով փակում էր ու հարվածների մեծ մասը ինքն է ստացել
Նվաստացումների մասին հրապարակում կա, խնդրում եմ այդ մասին պատմել։ Իրենք այդ ով որ առանձնակի դաժանություններ ցուցաբերում, ասում է դեմքով արդեն գիտեմ, նկարներով արդեն ճանաչել եմ ով արդեն ում մասին է խոսքը ու հետեւյալ հայտարարություն արեց, որ իջացրեք թող բոլորիդ բացինգեքը լպստի, դες բան տեղի չի ունեցել, բայց այդ հայտարարությունը արվել է եւ մի բան, որը որ նրա մասին չի ուզենա խոսել, բայց արդեն ընկերս ասել է, իմ այդ ձեռնաշխտայված վիճակում ուղղակի քելա վրաս ու այսպես չենք թողելու այս Վովայի փուչիկը մենք տրակացնելու ենք, որ իբր ոստիկանները դրանք ուրիշ կարգի դերասաններ են, չէ, մենք պետք է ասենք, որ նրանք ուղղակի գազաններ են, այդ կոնկրետ կարմիր բերետավորների մասին է խոսում, բայց նաև հրեշտակներից մեկը Ներսես անունը եկավ իբր ստուգեց ու ուժեղ խփեց, տղաներն են դա տեսել, ես այդ ի վիճակի չէի այդ ամեն ինչը զգալու, խփեց ուսիս ու մեկը մի պահ որ զգացի ասեց, «Վայ, ես ուզում եմ արձակեմ, բայց ոնց որ էսի են չքանդվողն, այսինքն ձեռ են առնում, ծաղրում էին» ու իրանց ասելով այսուհետ այլա լինելու։ Ես ուզում եմ խնդրել, եթե հնարավոր է ցույց տաս վնասվածքները մարմնի վրա, հասկանում եմ, որ այս պահին էս կարամ ցույց տամ ուղղակի, բայց գլխիս վրա ուռած է, դեմքիս տենում եք այս մասերը վերքա ուղղակի, այդ քաշեցին, որ գցեցին գետին, գլխով ասֆալտին եմ խփել։ Գիտեք, այս ծեծը կանցնի, այս վիճակները կանցնի, կարևորը կոտրված չկա, բայց այս աննախադեպ իրավիճակը, որ խոսում այն մասին, որ ավելի պայթյունավտանգ է լինելու։ Ու կխնդրեմ հատկապես հեռուստատեսության ներկայացուցիչներին միակողմանի ինֆորմացիան բոլորին չեմ ասում, բայց չեմ էլ հետևել ամբողջությամբ, բայց միակողմանի ինֆորմացիան բերելու է ավելի լուրջ պայթյունավտանգ իրավիճակի։ Խնդրում եմ քաղաքացիներին տեղեկացրեք այն, ինչ որ իրականում տեղի է ունենում։ Օրինակ ես հեռուստատեսությամբ չտեսա այն, ինչ որ այս սկզբի մասը տեղի ունեցավ իմ հետ։ Միգուցե ես սխալվում եմ, կարող եք ուղղել, բայց էականը դա չի։ Խնդրում եմ ինֆորմացիան իրականում բացեք բոլորի համար, թող հանրությունը տենա թե ինչա տեղի ունենում։ Արդյոք դու կներկայացնես քո այդ տեղի ունեցած։ Արվածը որ իր գլխով էր պահում, իմ գլուխը իր գլխով էր պահում։ Կաներից միջև հիմա ուռացնու հետքերը մնացել է, ինադու էր ամեն ինչ արում, ձեռնաշղթաները պատահական չէ, որտեվ երկրորդ օրն է, որ առևանգում են, առաջ օրն էլ են առևանգել, դա առևանգում ոչ թե բերում են ենթարկել, ու ես կասեմ իրանք ինադու են անում, որ ցավը զգաս, անտանելի ցավ է, դեմքս է, որ խփում էին, փորձում էին ամեն կերպ նվաստացնեին, հիմնական հարվածները դե Դավիթն ու Անդրանիկը ստացան, հետո իջացնելուց հետո նրանց ծեծը շարունակվեց, ցավը ինչի որ ծեծում էին, նորմալ է թող ծեծեն, ոստիկան են, ուղղակի փորձեր նվաստացնել, բարոյապես։ Նորմալ չի իրանց կողմից, կարմիր բերետների կողմից ես ուրիշ բան չեմ էլ ակնկալում, որտեվ իրանք ինչ ասեմ, ոստիկանության ամոթանքն են, ես հայտարարում եմ, որտեվ գա ոստիկան կա, իրենք ոստիկանության ամոթանքն են։ Ու ամեն կերպ փորձեր արվում կոտրել, բայց չի կոտրվելու ժողովուրդը, մենք չենք կոտրվելու։ Միջև վերջ գնալու ենք։ Ուզում են վախացնելով, ուզում են այս ձև վախացնելով, ծեծելով մեզ հետ պահեն, բայց ուղղակի անմեղսունակության դրսևորում է։ Այսօր ի վիճակի չէի, ես սրտխառնոց եմ ունեցել, ի վիճակի չէի, բայց վաղ անպայման ոնց որ ուժերս հավաքել եմ ու այսօր էստեղ կանգնացել, բայց վաղ անպայման գնալու ենք, որ ուղեգիր ստանանք դատաբժշկական օրինական հիմքերը թե ինչի համար են ոչ, չեմ ներկայացրել։ Ինչու են ազատ արձակել հետո։ Ասեմ, ուրեմն մի մասին բաց, ես ուղղակի չէի կարողանում գրեի, ձեռքս թուլացած էր, չէի կարողանում գրեի բացատրություն, ասի, բայց ես բացատրության կարիք ունեմ։ Գրեցին, որ այս պահին գրեք, որ ի վիճակի չեմ, տենց գրեցի, ու այդ պահին եկան բոլորին դուրս հանեցին, ասացին, որ հրահանգ ունեմ, որ կիսատ մնաց, այդ արձանագրությունները կիսատ մնաց եւ հրահանգ ունեն, որպեսզի բոլորին դուրս հանեն։ Ու մի բան էլ ավելացնեմ, որ խոզարկությունը ըստ օրենքի խոզարկությունը կարող են անել միայն ընթերականների ներկայությամբ, ինձ խոզարկություն են արել, մեր հեռախոսները վերցրել են ու դա չի արել քննիչը կամ հետաքննիչը, դա արել են իրանք ուղղակիորեն ման են գալիս, ուզում էին ծամոնը, ուզում էին հասկանան այդ ծամոնը թե դեղա, մոտս կոկորտի դեղ կար, այդ էին ուզում այդ պահին եթե հարմարություն ունեն փորձագիտական բան կանեին, ինչ որ բան էին ուզում սարքածել, ինչ ստացվեց։ Մի բան հասկանանք, ծեծից հետո ոնց հասկացան, ձեզ տեղափոխել են հիվանդանոց։ Այո։
Դրանից հետո այսինքն ազատ եք եղել նաև։ Ժամը 4-ին հիվանդանոցից դուրս եմ։ Իսկ մյուս ձեր ընկերներին ո՞նց են ազատ բաց թողել, ինչքան ժամանակ հետո։ Նույն պահին, բոլորիս նույն պահին դուրս են թողել։ Այսինքն ինձ ձգեցին այնքան իրականում 3 ժամը չի անցել 3 ժամը չի անցել, բայց ինձ ուղղակի ինձ ու Անդրանիկին պարտավոր էին անմիջապես տեղափոխեին, բայց քանի որ ոստիկաններն էին որոշում ու իմ համար դա էլ էր աննախադեպ, որ ոստիկանը բժիշկին ասել թե բժիշկը ինչ պետք է անի։ Տարբեր անգամներ եղել է բժիշկը ասել է, որ դուք չեք կարող ցուցում տալ, թե մենք ինչ ենք անելու։ Իսկ իրանք մունաթ էին գալիս բժիշկների վրա ու խելոքացած այդ բժիշկը չգիտեր ինչ աներ։ Եթե մարմնի այլ Այդ բժիշկը դու որ այնտեղ չէր, մի բան նույնիսկ ասեց, եթե շատ խոսամ ինձ է կապապային։ Այս բան չեմ կարող, բայց բժիշկները արձանագրել են սալջարդեր, արձանագրել են այտուսվածներ, քիթից հիմա չեմ կարող շնչեմ, որտեղ ներսից ուռած է։ Գլխիս վրա բավական ուռած տեղեր կա, վերքեր կա։ Այսքան, իսկ Անդրանիկի նկարը դուք տեսել եք, որ ամբողջությամբ ծեծված էր։